Ինչ կլինի, եթե վերջին մեղուն վերանա երկիր մոլորակի վրայից։ Կյանքը կդառնա աղքատ, մարդու սննդակարգը կփոխվի։ Մրգերի ու բանջարեղենի մոտ 75%-ը փոքրիկ դեղին բարեկամների շնորհիվ է աճում։ Մեղուները գլխավոր փոշոտողներն են, բայց վերջին տարիներին նրանց քանակը կրճատվում է։ Ինչու են վերանում մեղուները։ Հիվանդություններ, թունաքիմիկատներ, կլիմայական փոփոխություններ։ Արդյոք այս տեխնոլոգիական աշխարհում մարդիկ մենակ են թողել կենդանիներին, թե հենց այդ տեխնոլոգիաներն էլ կարող են օգնել լուծել այդ խնդիրները։ Անվերջ քննարկումներում, թե AI-ը էլ ում ու ինչին կարող է փոխարինել, լինում են նաև քննարկումներ, թե ինչպես AI-ը կփրկի մեղուներին։ Բարև ձեզ, ես Խայալյան Շատն եմ։ Ես հիմնադիրն եմ Բիսինքի, մենք ստեղծել ենք խելացի համագարկ պետակների համար, ղեկավարելու եւ մոնիտորինգի համար, օժտված եւ արհեստական բանականությամբ։ Շանթ Խայալյանը Սիրիայից է հայրենիք վերադարձել, նախ 40 տարեկանում որոշել է փոխել իր կյանքն ու ծրագրավորում է սովորել, հետո մտածել, որ պետք է ունենա իր սեփական ընկերությունը, որի առաջին արտադրանքն էլ դարձել է Բիսինքը։ Ընկերոջս բաբիգի տունն են գնացել գյուղում, ու բաբիգի շատ են եղացել, որը պետակները բոլոր վարի էր գնացել, ավելի շատ ցավեցի այդ մարդու, որտեղ իր կյանքի հավաքած, կյանքի եկամուտի իր սպավերը կորզներ են եւ ամեն ինչ վերջացել են զուտ, որովհետեւ ինչ-որ հիվանդոտ մեղու կար մտել էր եւ բոլորին վարակել էր։ Ու այդ մարդը որտեւ ես կոմպյուտեր գիտեմ եւ տարիքով մարդիկ միշտ իմանում են, որ կոմպյուտեր իմանում ես, ուրեմն պետք է դու սառնարան կարողանաս նորոգել հերոստացույց եւ այլն եւ ինձ ասել կարող ես այս խնդրի լուծում տալ։ Ինչ է անելու Բիսինքը։ Այն վերահսկում է փեթակի վիճակը ներսից ու դրսից, չափում է ջերմաստիճանը, կարգավորում խոնավությունը, նաև հետևում է մեղուների շարժին։ Փեթակի մուտքի վրա տեղադրված տեսախցիկը 3 վայրկյանը 1 լուսանկարներ է փոխանցում AI համակարգին, որը տարբերակում է առողջ եւ հիվանդ մեղուներին։ Հիվանդ մեղուների տվյալները փոխանցվում են երկրորդ բժիշկ AI-ին, որը կատարում է ախտորոշում եւ առաջարկում լուծումներ։ Համակարգը նաև վերլուծում է փեթակի ներսի ձայները, հասկանալու համար մեղուների եւ թագուհու վիճակը։ Ամեն շրջանակի վրա տեղադրված կշեռքները հաշվարկում են մեղրի քանակը։ Բոլոր տվյալները հասանելի են հատուկ հավելվածի միջոցով, իսկ ներկառուցված չաթբոտը օգնում է մեղվապահին արագ ստանալ անհրաժեշտ պատասխանները նույնիսկ հեռավար վերահսկման պայմաններում։ Մենք այս գլխի վրա ունենք մեր էլեկտրոնային բաժինները, ինչպես տեսնում եք, այստեղ մենք ունենք հիմնական մեր բորդը, այսպես ասած motherboard-ն որ գոչվում է, որտեղ ինքը ամեն տվյալները վերցնում է ներսից եւ իր բոլոր համակարգների սենսորներից եւ ինքը կարողանում է ուղարկել այս դեղեցությունը թեպի մեր AI-ը։ Ինչպես տեսնում եք, ինքը օժտված արևային համակարգով, որտեղ հոսանքը մաքուր հոսանք անելու, ունենք այստեղ իհարկե իր վենտիլյացիայի սիստեմները, որտեղ իրենք ղեկավարում են ջերուցումը, դակությունը, խոնավությունը, ներսում խոնավությունը, դակությունը ունեն համակարգ, որտեղ հովացնում են, դակացնում են եւ խոնավությունը բահում են ստաբիլ իրավիճակում։ Ինչի համար են այդ արել, որովհետև մեղուն երբ որ ինքը երրորդ տարածաշրջանին է հասնում իր տարիքին, ինքը սպառվում է ներսի ջերուցման ղեկավարմամբ։ Ու դա մոտավորապես մի 2-ից 3 շաբաթ է տևում։ Իսկ մենք այդ ժամանակը, որ մեծանալու գրճատում ենք, որտեղ երբ որ այդ ժամ գնագից ինքը տեղափոխվում է որպես մեղր բերող մեղու, ինքը արդեն մեղրի քանակը ավելի շատ ավելանալու։ Իսկ այդ միջամտություն չի, բնության։ Իրականում մենք առաջին հերթին ամենը կարևորությունը տվել ենք բնության եւ մարդկության։ Այսինքն շատ կարևոր է որ մենք այդ չխախտենք, այլ մեր համակարգը սկսում այն ժամանակ, երբ որ մեղուն ինքն է սկսում։ Մի քանի անգամ քանդել, հավաքել են, փոփոխել ու փորձարկել համակարգչային միջավայրում, մինչև ստացվի խելացի փեթակ, որտեղ տեխնոլոգիան աշխատում է բնության հետ համահունչ։ Մենը շատ բարդ է, որ մենք կարողանայինք տրադիցիոնալ դեսկը պահենք ու ավելացնենք electronics։ Երկրորդ բարդ խնդիրներից մեկը այն որ բոլորն ասում են, բոլոր մեղուները ազդվում են իրենց ռադիոալիքային շրջանակներից։ Ինչ որ ունենք այստեղ ունի սերտիֆիկատ որպես շատ ցածր վիբրացիայի կարողությունները, որ ինքը չի ազդում մեղուների վրա։ Բիսինքի գաղափարին հավատացել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, գաղափարից մինչև բիզնես մրցույթի ժամանակ շահել են դրամաշնոր, հետո ԱԳԲԱ ֆեդերացիան նաև ներդրում են ստացել Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբից։ Այժմ փորձարկման փուլն են սկսում։ Փեթակները գնել են նաև արտերկրից, փորձարկումները կլինեն ոչ միայն Հայաստանում, այլև Վրաստանում, Հունաստանում, Կիպրոսում, իսկ աշնանը խելացի փեթակները կհասնեն նաև արաբական երկրներ, որտեղ շուկան
մեծ է։ Հիմա ես միացել եմ այս ամբողջ համակարգը ու այստեղից փորձում եմ ջերմաստիճանի տվյալները տեսնեմ այս տեսքով։ Ու հիմա երբ որ այս ամբողջ ինֆորմացիա մենք կարող ենք ստանանք, մենք այս ամբողջը տեղադրում ենք մեր փեթակի մեջ, մեղվապահը տանում է իր ուզած տեղը դնում է, ամենակարևորը ոչ մի լար, ոչ մի ինչ-որ տենց երկարացման, չգիտեմ, ինչ-որ բաներ պետք չի։ Ուղղակի տանում է փեթակը դնում է այնտեղ, մեղուները իր աշխատանքով են զբաղվում, մեղվապահը իր առօրյա գործերով։ Փորձել են այնպես անել, որ խելացի փեթակները նաև լինեն հասանելի։ Մեկ փեթակը կարժենա մոտ 160,000 դրամ։ Մեկ տարի շարունակ մեղվապահը կարող է անվճար ստանալ համակարգային ծառայությունը, խնդիրների դեպքում շտկումը, իսկ հետո տարեկան կվճարի մոտ 7,000 դրամ։ Գաղափարները շատ են, թե ինչպես զարգացնել բիսինքն ու ավելի արդյունավետ դարձնել։ Ու արդեն հաջորդ տարի կարծում եմ ավելի մեծ ներդրումներ է պետք, որ կարողանանք արդեն համաշխարհային ավելի մեծ անունները, որովհետև ինչի մենք հիմա ինչ որ անում ենք, առաջի պրոտոտայպն ենք կարող ենք համարել, որը մեջ շատ ֆիչերներ ունի, շատ հարաբերություններ ունի, թե իր դրսի դիզայնով, թե իր մեջ էլեկտրոնիկսներով, թե իր սոֆթվերինգով, բայց մենք ուզում ենք հաջորդ տարի ավելացնել նանոտեխնոլոգի, որտեղ հիմա մենք այդ սենսորներ ունենք, որոնք չերուցումը եւ խոնավությունն են չափում, մենք ուզում ենք հաջորդ տարի այդ դրանք անենք ու ավելացնենք նանոտեխնոլոգիով այդ հաշվարկները անել, որտեղ մարդու աչքը չի տեսնելու, բայց մենք կարողանալու ենք իմանալ ինչքան բակություն կա, ինչ խոնավություն կա այդ նույն սիստեմներով։ Աշխարհում արդեն կան նմանատիպ տեխնոլոգիաներ, հիմնականում ավելի ռոբոտացված համակարգեր, որոնք պրոցեսից դուրս են թողնում մեղվաբույծին։ Ստարտափի համահիմնադիրը դասընթացներ է անցել, զրուցել մեղվապահների հետ։ Այսպես բիսինքը հավաքել է նրանց խնդիրները գտել լուծումները ու մեղվապահի համար օգնական է ստեղծել։ Գյուղացին չի վստահում տեխնոլոգիային, բայց մենք այս պայլոտայինից հետո մենք իրենց աբացույցերն ենք տարբերությունը թե սովորական եւ մեր պետարների մեջ թե ինչ տարբերություններ կան ու ինչքան ենք ավելի եկամուտ են ստանալու ու կարողանում ենք այդ կոպիտ մտածելակերպը փոխենք ու սկսենք իրանց հետ աշխատել։ Մենք իրավունք ունենք այդ մարդկանց հեռացնենք այդ ամեն ինչից։ How2B-ն շարունակում է ներկայացնել հայկական ստարտափներն ու հետաքրքիր գաղափարները։ Բաց չթողնելու համար բաժանորդագրվեք մեր YouTube-ի ալիքին։